Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քոչարյան, մի քանի հարց։ Երեկվա դեպքերի հետ կապված էլի, երրորդ բարձրաստիճան հոգեվորականն է ձերբակալվել ապակալան։ Կներեք, ամեն ինչ պետք է բարձրաձայնի, պետք է բողոքի, պետք է մատնացույց անեն սխալներ, մեծ հաշվով են ինչ անում ենք, որտեղ բոլոր հնարավոր բարոյական, իրավական, մարդկային սահմանները անցնում են, ու եթե այս ամեն ինչը հանդուրժվի, վերջը լինելու է այն ինչ ուզում են անել, դա հարձակումն առնելու եւ վերջը մարտաճառի վրա։ Պարոն Քոչարյան, երեք շուրջ 8 10 հայտնի չէ թե որտեղ է մահվում բարձրաստիճան հոգեվորականի եւ այդ ֆոնին ընդդիմադիրները կարծես թե այդքան էլ անհանգստացած չէին, չտեսանք որևէ գործում քայլեր, բողոք այդ ամենի ֆոնին, հասարակությունը եւ ընդդիմությունը հաշտեն այս ամենի հետ ինչ որ կատարվում է։ Ինչպես կարող են հաշտ դնել։ Տեսեք հիմա դատավորությունն է ընթանում, որտեղ մեր գործընկերները Արթուր Սարգսյանն էլ կալանավորված, այդքան մարդիկ են կալանավորված, բոլորս ինքներս անցնում ենք տարբեր քրեական գործերով, իմ հետ կապված կա քրեական գործեր, շատ-շատերի հետ, այսինքն այս 7 տարիների պայքարը այնպես չէ որ հեշտադրվում ընդդիմությանը, հասկանում եք մենք շատ ժամանակ չեն բարձրաձայնում, բայց ինչպես կարելի է ասել ընդդիմությունը թեթև տանում կամ հնարավոր է հաշտին այս ամեն ինչը։ Դուք չեք տեսնում ինչ կարգի ռեպրեսիաներ են, բռնաճնշումներ են, ինչի մասն է խոսքը։ Պարոն Քոչարյան, երեկվա կալանավորումների հետ կապված ձեր գնահատականը, սա կին ևս մեկ անգամ հարգած էր հայ առաքելական եկեղեցուն ուղղված։ Իհարկե, միանշանակ, քիչ առաջ ասացի, միշտ թվում է թե ինչ-որ սահման կարող է ունենալ սրանց այս իրավական բեսպրեդելը, լկտիությունը, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ չի կարող են ավել ու հենց մեծ հաշվով սա ենք մենք երկար տարիներ զգուշացնում, խոսում սրա մասին, փողոց դուրս գալիս պայքարելու այս ամեն ինչի դեմ, որ մեր հանրության այն հատվածը, ովքեր դեռևս ինչ-որ հույսեր կապում են այս իշխանությունների հետ, հասկանան, որ սրանք ուղղակի տանում են հայկականության ոչնչացմանը, որի առանցքը եկեղեցին է։ Քոչարյան, տեսնում ենք, դες եկել եք դատարանի բակ, այսպես իաջակցությունով Բագրատ Սրբազանի, երեք էլ, մի երկու օր էլ Սամվել Կարապետյանի դատավարություն է լինում, այս կարծես ձեզ չեք նկատել, չեն դիմադիր դաշտում այդ գործում, ձեր աջակցությունը ֆիզիկապես դատարանի բակում։ Դեք ես եղել եմ շատ տարբեր դատավարությունների ընթացքում, թե Սամվել Կարապետյանի, թե այս դատավարությունը, թե շատ ուրիշ դատավարություններ, մենք ես օրինակ երեք ցերեկ այցելել ենք ես Իշխան Սաղաթելյանը եւ Աղվան Վարդանյանը այցելել ենք նաեւ Բագրատ Սրբազանին տեսակցության, այսինքն մենք այս ամեն ինչի մեջ ենք, եթե ինչ որ միտեղ կոնկրետ մեզնից մեկը չի լինում, դրանից չի կարելի ուրիշ ենթադրություններ անել։ Մեր մյուս գործընկերներն են եղել են այնտեղ, այնպես որ թիմային աշխատանքը պետք չի այսպես անհատական։ Քոչարյան, տեսեք, ընդդիմադիր դաշտում մի տեսակ շատ խանդով են վերաբերվում մեկը մյուսին, օրինակ ձեր կոնկուրենտ այդպես ընդդիմադիր թևերը, օրինակ ձեզ են մրցակից համարում հիմնականում, ու նաև Սամվել Կարապետյան։ Դուք օրինակ Սամվել Կարապետյանին կամ նրա կողմից ձևավորվող ուժին ընտրություններին մրցակից համարելու եք։ Գիտեք, եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա թե ակամա նաև մրցակից ես լինում բանի առումով, հա, զուտ, որ երբ որ տարբեր ես մասնակցում, բայց իսկապես այն ուժերը, ովքեր իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, կա այն համոզմունքը, որ այդ ուժերը չեն միանալու որևէ կերպ քաղաքացիական պայմանագրին, ես շատ լավ եմ նայում այդ ուժերի մասնակցությունը, ովքեր իրապես շանս ունեն հաղթահարելու։ Ոնց է կազմակերպելու այդ գործընթացը, որ մեկը մյուսին չխանգարեք, մեկը մյուսից ձայն չփախցնեք, իրար դեմ չպայքարեք տակից, կողքից բացահայտ։ Պետք է փորձել, շատ կարևոր է դա իրար չխանգարելու հանգամանքը եւ ես կարծում եմ, որ այստեղ քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է եւ կարծում եմ այստեղ հնարավոր է ճիշտ լուծումները գտնել իրար չխանգարելու։ Եվ մի բան էլ, քանի որ ձեզ եմ տեսել, ձեզ հարցեմ, մյուսներին էլ այդ նույն հարցը կտամ։ Դուք տեսնում եք, որ ձեր դեմ օրինակ ընդդիմադիր այլ ուժերից պայքարում են հիմնականում, ձեր ոտքի տակը փորում են կամ ինչ-որ մեթոդներով ձեր դեմ պայքարում են։ Դա իհարկե կա։ Տեսել ենք մենք դրա մասին բարձրաձայնել ենք,
Տարբեր հիմա անկեղծ չեմ ուզում դրա վրա ես կենտրոնանամ, բայց կա նման բաներ, ինչ որ դեպքեր կա, որ նաև ըմբռնումով ենք մոտենում, ուզում են ինչ որ ուժեր ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնել, ավելի ամուր տեղ զբաղեցնել եւ ինչ որ ժամանակ միգուցե մտածում են, որ մեզ կամ մեր ինչ որ գործողությունների հետ համաձայն չլինելով կամ ինչ որ բաներ մեր դեմ խոսելով միգուցե մտածում են, որ կարող են այսպես իրենց տեղը ավելի ամրացնել կամ տեղը ունենալ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, ըմբռնումով ենք մոտենում։ Շատ դեպքերում իհարկե անցնում է թույլատրելի սահմանները միգուցե, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ։ Պարոն Քոչարյան, նոր ձևավորված մեր ձևով շարժումը ինքը բացառել է հայտարարության տեսքով որևէ համագործակցություն նախկին նախագահների հետ։ Ինչու չեն եւ ասում են մենք շատ մարդու ներկա ունենք, այսինքն անցյալից այսպես շակերտավոր կեղտոտ մարդիկ չկան ներկայանում։ Ինչու են համարում այսպես նախկին նախագահներին եսիմերին կեղտոտ եւ ինչու են բացառում համագործակցությունը, արդյոք ժողովրդի աշխում հաշվի են առնում, չգիտեմ, շոր բան, որ ցածր վարկանիշ ունի կամ ձեր ներկայությունը գուցե իրենց վարկանիշին վնասի։ Դեք այդ հարցը երևի թե ինչ չի ուղղված, իրենց է ուղղված, ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց խոսքը գնում է նախընտրական դաշինքներ կազմելուն, ինչին ես շատ նորմալ եմ նայում, առանձին ուժ ունեն իրենց ծրագրերը, ուզում են առանձին մասնակցել եւ այսինքն ինչն է այստեղ ոչ նորմալ կամ ձեր ասածի մեջ նորմալ է ձևավորելու որևէ ուժի հետ նախընտրական։ Տեսեք, նախընտրական, ինչպես արդեն ասվել է, ավելի մանրամասն ընտրությունների մասնակցության ֆորմատի դաշինքի, ովքեր կարող են ներգրավացնել, մենք ամիսներ հետո դրա մասին կխոսենք, այս պահին ավելի մանրամասնելու բան չունեմ այս մասով։ Տեսեք, քանի որ դուք ձեր թևը, ձեր հայրը քաղաքական ուժ չունեք, կուսակցություն չունեք, բայց քաղաքական թիմ ունեք, չնայած կոնկուրենտ օֆիսից ասում են 18 աջակիցներ կամ 19 երևի։ Ինչ-որ է, քանի հոգի ուզում է լինի։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, էլի Հայաստան դաշինքի ձևաչափով, անունը էլի մնալու է Հայաստան դաշինք, թե այլ ձևաչափ, ովքեր են լինելու Հայաստան դաշինքի մեջ, էլի դաշնակցություններ լինելու, թե Ես ստիպված պիտի կրկնեմ նույն բանը ուղղակի, քանի որ իսկապես այդ մասով վերջնական որոշում եւ քննարկումներ չի եղել, այնպես որ մի քիչ անպատասխանատու կլինի իմ կողմից, հիմա որևէ բան ավելի մանրամասն։ Հանրապետականի հետ դաշինք հավանական համարում եք։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ դրա իմաստը չկա, նպատակը չկա։ Բայց հաճախ մարդիկ ձեզ մեղադրում են, ժողովուրդ, որ Փաշինյանի իշխանությունից փրկվել ընդդիմադիրների հավաքվելու միասնական լինելու մեջ է։ Եթե նպատակը մեկն է, բոլորի նպատակը մեկն է։ Նպատակը մեկն է, բայց նպատակին հասնելը չի նշանակում, որ բոլորը պետք է միավորվեն, այսպես ասած, մեկ նախընտրական ցուցակի մեջ։ Ես չեմ կարծում դա ճիշտ մոտեցում եւ իսկապես տարբեր ազնիվ թեկուզ ընդդիմադիր թիմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ եւ այս մեկ ցուցակում ընդգրկվելը չեմ կարծում, որ որևէ մեկին այս առումով ճիշտ օգուտ կտա։ Իհարկե միավորումներ պետք են, ավելի մեծ բլոկներ են պետք լինելու, ավելի փոքր կուսակցությունները, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները կարծում եմ սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ է ճիշտ հաշվարկված միավորումներով գնա։ Եվ նաև ձեր սոցիալական ցանցերին հետևելով այսպես նկատել եմ, որ մարզեր եք գնում, հանդիպումներ եք ունենում, եւ սա կարելի է համարել նախընտրական ինչ-որ այցեր եք, քաղաքական զրույցներ է մարկանցել եւ ինչ տպավորություններ կան մարկանց զրույցներից։ Եթե հետևում եք իմ սոցիալական ցանցերին, կտեսնեք, որ դա նոր չի, դա վաղուց է արվում, դեռևս անցած տարվա սկզբներից սկսած, նախ անցած տարվա վերջերից սկսած, այսինքն սա նոր բան չի։ Մինչև իմ պատգամավոր դառնալը, եթե չեմ սխալվում, մեր պատգամավորները անում էին այդ այցերը, սա մշտական բան է, որը արվել է եւ շարունակելի է արվել։ Շնորհակալություն։